Վերջերս այս խմբի ղեկավարը եւս մի ուխոդ արեց, եւս մի կրուտի տարեց, փորձեց խուսափել էլի փաստերից։ Փաստերը հերքում է, ասում է ես չէի պատճառը, որ սկսվեց 20 թվականի պատերազմը։ Մեջբերում, ուղղակի մեջբերում անեմ, որ այդ հարցը լուծվի մեկընդմիշտ եւ մենք այլևս այս հարցով չզբաղվենք։ Մեջբերում 20 թվականի հոկտեմբերի 14-ին Ալիևը հարցազրույց է տալիս Haberturk բարբերականի չետիներ չետինին։ Ահա մեջբերումը Ալիևի բառերն են։ Փաշինյանի այդ խմած պարը, խմած վիճակում պարելը եւ իր բոլոր ուրիշ վիրավորանքները, որոնք հասցեագրված էին Ադրբեջանի ժողովրդին, առաջացրեցին ադրբեջանական ժողովրդի զայրույթը եւ մենք այսօր իրեն փոխհատուցում ենք այդ ցավը, վերադարձնում ենք այդ ցավը մարտի դաշտում։ Մարտի դաշտում ադրբեջանական զինվորը ցույց է տալիս, թե ով է ճիշտ եւ ով է սխալ։ Այն բոլոր ազատագրված քաղաքները եւ գյուղերը դա մեր ամենալավ պատասխանն են Փաշինյանին եւ իր նմաններին, եւ նա արդեն հասկացել է, թե ով է։ Ես զգուշացնում եմ իրեն։ Ես իրեն ասում եմ, այս ճանապարհը ձեզ տանում է դեպի ողբերգություն, դեպի աղետ։ Ես ասում եմ իրեն՝ մի խաղա Ադրբեջանի ժողովրդի պատվի հետ։ Զգուշ եղիր, խելամիտ եղիր։ Բայց նա կարծում էր, որ համաշխարհային հայությունը իրեն կպաշտպանի։ Նա կարծում էր, որ գերտերությունները իրեն կպաշտպանեն եւ իր տեղը կպատերազմեն։ Նաեւ այսօր է դա ուզում, քանի անգամ զանգ է տվել Վլադիմիր Պուտինին։ Եվ այլն։ Իր այս գործողությունները ցույց են տալիս, որ այս մարդը խոճապի մեջ է եւ կորցրել է իր հավասարակշռությունը։ Սա ասել է Ալիևը 2020 թվականի հոկտեմբերի 14-ին, այսինքն պատերազմը դեռ շարունակում էր եւ բաց ասել է Փաշինյանի այդ խմած պարը եւ իր վիրավորանքները, որը նա հնչեցրել էր ադրբեջանական ժողովրդի հասցեին, առաջացրեցին ադրբեջանական ժողովրդի զայրույթը։ Եվ ուրիշ աղբյուրներ նույնպես ցույց են տալիս, որ հենց այս անձի խմած պարելը Շուշիում եւ այդ գորգորոցները, որ Արցախը Հայաստանի եւ վերջ, դա այն վերջի կաթիլն էր, որը սադրեց 2020 թվականի պատերազմը, որի հետևանքով մենք կորցրեցինք Արցախը, ջախջախվեց մեր բանակը եւ ամենակարևորը մենք տվեցինք 5000 զոհ, 5000 տղա մահացավ։ Եվ այս անձը հրաժարվում է ընդունել որևէ պատասխանատվություն իր գործողությունների համար։ Եվ հիմա երբ որ այս փաստերը հայտնաբերվում են, նա իհարկե փորձում է խուսափել ճշմարտությունից, որովհետև գիտի, որ դա կարող է իրեն ձայներ արժանալ։